Խմելու ջուրը 2026 թվականին չի թանկանա, բնակիչ բաժանորդները կշարունակեն վճարել խորանարդ մետրի հաշվով 200 դրամ, նույնը կմնա նաև սոցիալապես անապահով սպառողների բաժին 180 դրամ արժեքը։ Որոշումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինն է։ Կառույցը նոր շենք է տեղափոխվել ու սկսել գալիք տարվա սակագնային ճշգրտման նիստերը։ Առաջինը խմելու ջրի համար էր։ Առաջարկվում է 2026 թվականի համար Վիոլա ընկերության կողմից մատուցող ծառայությունների սակագները թողնել անփոփոխ։ Պետության վրա սուբսիդավորման բեռ չի մնում, բայց իմացեք, թանկացումից մի կերպ ենք խուսափել, մեկնաբանում են հանձնաժողովից։ Մոնիթորինգով հայտնաբերած ձախ միացումների ստվերից հանած ջրաքանակն այս անգամ հազիվ է զոքացրել սղաճի ու էներգետիկ ծախսի պատճառով բազիսային սակագնի աճը։ Ցանցին միացվող նորակառույցները պարզվում է գումարային լուրջ ճնշում են գործադրում համակարգի վրա։ Քանի որ բարձրահարկները միշտ պոմպակայաններով են մղվում, այստեղ հոսանքի ծախսը ուզած ավելանում է։ Եվ սղաճը ինքը բավականին ծանր ցուցանիշ է, մոտ 22 դրամ թանկացնում էր, եթե չլիներ ավել մոտ 10-12 միլիոն խորանարդ մետր ավել հաստագրված ջրի ծավալը, միգուցե չկարողանայինք զսպել։ Նիստը շարունակվեց էներգետիկ նախագծերով քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահն անդրադարձավ ՀԵՑ-ի նախկին ղեկավարության վերջին արձագանքին։ Տաշիր կապիտալը նորից հերքել է ՀՑԿՀ վարույթի պնդումը, ըստ որի ծրագրային կարևոր տվյալներ էին ջնջվել։ Սա ճիշտ այն դեպքն է, երբ ժողովրդական առածը ասացվածքը ասում է տաք կաթից բերաներն այրվել է, մածունը փչելով են ուզում ուտեն։ Այո, ես շարունակում եմ պնդել, որ այս պահի դրությամբ պիրամիդա համակարգի սերվերներում գրանցված ինֆորմացիան ջնջված է, վերականգնված չէ եւ ասեմ ավելին, ոնց որ թե հնարավոր չէ դա վերականգնել։ Խոսքը 700,000 բաժանորդի հաշվիչից ավտոմատ սերվեր հասնող կես ժամանոց, 1 ժամանոց, 1 օրանոց եւ ամսական ցուցանիշների մասին է։ Այն խառնել տեսուչների կողմից հաշվիչի թվերը ձեռքով մուտքագրող ծրագրի հետ կամ փորձել մարդկանց շփոթեցնել բիլինգի համակարգը ներկայացնելով որպես պիրամիդայում վերականգնված բազա չի հաջողվի, ասում է Մեսրոպյանը։ Հակառակ կողմի պնդումը բացառապես վերաբերվում է ACBS համակարգին, բիլինգային համակարգին, այո, դրանք տարբեր հարթակներ են, դրանք տարբեր միջավայրեր են եւ բիլինգային համակարգից ստացված ցուցմունքները դրանք ամենևին ապացուցողական թվեր չեն։ Ապացուցողական թիվը, օրինակ, վթարի տևողություն կամ քաղաքացու արևային կայանից ցանց մտած հոսանքի կիլովատ ճշտերից հանձնաժողովի համար պիրամիդայի տվյալն է։ Ում մեղքով դիտավորյալ թե պատահաբար են դրանք ջնջվել, եթե չխորանան էլ, երբ ամբողջ Հայաստանի էլեկտրական ցանցերի ծրագրային բազայում նման մասշտաբային խնդիր էր ծագել, ընկերությունը պարտավոր էր անմիջապես գրավոր տեղեկացնել վերահսկող մարմիններին, չեն արել։ Հունվարի 2-ի խափանման մասին հայտնի է դարձել միայն վարույթի ընթացքում հոկտեմբերին։ Մինչ այդ ոչ մի ծանուցում չի եղել, պնդում է Մեսրոպյանը։ Մեկնաբանություն են տալիս իբր թե ժամանակին Կարեն Հարությունյանը, հենց նախկին գլխավոր տնօրենը, ինձ այդ մասին բանավոր տեղյակ է պահել, դա պարզապես սուտ է։ Այսքանով գոնե ՀՑԿՀ-ում կարծում են հեռակա բանավեճը կավարտվի։ Հերմինե Բաղդասարյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։